Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ազգային ժողովը նոր նախագահ ու փոխնախագահ է ընտրում, ովքեր են թեկնածուները։ Սպառնալիքներ ու մեղադրանքներ նոր խորհրդարանում, ինչու ընդդիմությունը հրաժարվեց երդվել։ 6 հրեա դեռահաս հարձակվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա, ինչ մանրամասներ են հայտնի։ Կարևոր հայտարարություն Դոնալդ Թրամփից, ինչ է սպասվում ԱՄՆ-Իրան հարաբերություններին։ Այս պահին խորհրդարանում քննարկվում է ազգային ժողովի նոր նախագահի ընտրության հարցը։ Խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։ Մինչև ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստը վարում է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։ Նշեմ, որ ազգային ժողովի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության արդյունքում։ Ըստ այդ արդյունքների խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 64 մանդատ, ուժեղ Հայաստան դաշինքը 29, Հայաստան դաշինքը 12։ Մենք նույն խնդիրների առաջ ենք մի քիչ այլ պատմական ժամանակահատվածում։ Մեր երկիրը 1-2 տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր։ Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Խաղաղության պայմանագիրը առանցքային է մեր երկրի զարգացման համար եւ մեր մարդկանց, մեր հայրենակիցներին, մերոնց հետ բերելու համար Բաքվի բանտերից։ Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է։ Մենք պետք է կարողանանք, հայ քաղաքական միտքը կարողանա լուծի այդ հարցը մեկ կարևոր հարց լուծելով զուգահեռ, որպիսի թույլ չտա, որպիսի թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանա խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։ Հայաստան տեղափոխման մեջ շատերը, գիտեմ, խոսույթի մեջ հարցնում էին, ինչն է վտանգը, որ մենք տեսնում ենք։ Այդ հարցերին, այդ վտանգը, ես ուզում եմ ներկայացնեմ այսպես. մեզ կպատասխանեն ադրբեջանցիները։ Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող կրթության, գիտության նախարարը, ով իրենց երեխաների համար ապահովում է գրքերը, որով իրենք կրթություն են ստանում, հայտարարել է. Ադրբեջանցիների վերադարձի հարցը Արևմտյան Ադրբեջան հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում։ Հարգելիներս, սա ալարմիզմ չէ, այնտեղ ձևավորվում է նոր ազգային գաղափարախոսություն։ Նախկին ազգային գաղափարախոսության արդյունքը մենք տեսանք։ Մեր քաղաքական մտքի նպատակն է լուծել հարցը այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան։ Այսօրվա նիստում հնչեցին նաև քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ եթե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, ապա անհասկանալի է, թե ինչու է ինքն ավելի քան 2 ամիս անցկացրել կալանքի տակ։ Հոկտեմբերի 20-ից հետո առաջի անգամ հունիսի 1-ին քննիչից զանգ եմ ստանում եւ զարմանալիորեն պարզվում է, որ քրեական գործը կարճվել է։ Եթե սա քաղաքական չէր ոչինչ չանելու համար, մարդը ինչի է իր ընտանիքից կդրվում շուրջ 2 ամիս եւ իր կալանքը կրում արդիկ քրեակատարողական հիմնարկում։ Ինչևէ, չենք նեղվում, գնում ենք առաջ։ Ես ունեմ ընկեր Ալիկ Ալեքսանյանը, մեր առաջամարտիկ պայքարի ընկերներից։ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
եւս 2 ամսով։ Էլի խնդիր չկա։ Մենք մեր պայքարից չենք ընկրկում։ Մենք ունենք շատ ընկերներ, ովքեր կալանավորված են։ Մի բան էլ մոռացա, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահան, ով նշանակված է ձեր կողմից, հենց այս նույն ամբիոնից հայտարարություն է տարածում, ի պատասխան, եթե չեմ սխալվում, Ագնես Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի պատգամավորների հարցերին, նշում է, որ դուք չգիտեք, երբ որ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը բարձրացել էր, տագից ինչ որ բաներ արել։ Լավ, ամեն դեպքում քրեական գործը կարճված է։ Պարոն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք ազգային ժողովի նախագահ։ Բայց դուք չեք լինելու ազգային ժողովի նախագահ։ Այսօրվա քննարկումներին նախորդել էր երեկվա լարված առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին երդվել առանց ամենայն հայոց կաթողիկոսի օգնության։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ խորհրդարանի առաջին նիստն անցկացվեց առանց վեհափառի մասնակցության։ Նիստից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները մեկնեցին Մայրաթոր կաթողիկոսի օգնությունը ստանալու։ Նոր խորհրդարանի առաջին նիստի մանրամասները ռեպորտաժում։ Առանց ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, բայց Հայաստանի Հանրապետության օրհներքի կենդանի կատարմամբ մեկնարկեց ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Նախադեպը չունեցող իրավիճակ էր ստեղծվել նորաստեղծ խորհրդարանում։ Առաջին անգամ ազգային ժողովի անդրանիկ նիստին չէր մասնակցում ամենայն հայոց կաթողիկոսը։ Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին նրա բացակայությունը եւ հայտարարեցին, որ նիստից հետո կգնան Մայրաթոր օրհնություն ստանալու։ Նախընտրական ծրագրում ամրագրել էր կաթողիկոսի հրաժարականի, այսինքն հեռացման խնդիրը եւ հետեւաբար նաեւ տրամաբանական էր, որ այսօր իրենք չէին կարող հրավիրել ամենայն հայոց կաթողիկոսին, բայց կրկնում եմ, սա աննախադեպ իրավիճակ է։ Սովորական ստախոսներ են հավաքվել ԿՊ-ում ըստ ընդդիմադիր Աննա Գրիգորյանի։ Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքերը, որ եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա պատերազմ կլինի։ Արդյոք սա նշանակում է, որ մի ամսից լինելու է պատերազմ, ընդ որում ավերիչ պատերազմ, եւ մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե ուղղակի սովորական սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ռուբինյանն էլ մեկ ուրիշ իրողություն հիշեցրեց Աննա Գրիգորյանի անցյալից։ Ափսոս ձեր հայտարարությունները հեռախոսից մեջ չեն պահում, թե չէ հենց հիմա կդնեին, որ դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատը չեմ վերցնի։ Ու շատ տարօրինակ է, որ դուք այստեղ եք եւ այդ հարցը ինձ տալիս եք։ Ստախոսությունից զատ գողության կամ ինչպես իրենք են ձևակերպում ձայն ուտելու համար են մեղադրում ԿՊԱ-ականներին։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետքա լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Գողության ու ոչ լեգիտիմ խորհրդարան լինելու մասին հիշեցրեց նաեւ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Այս պարլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ։ Նա ցույց մնա ու լսի։ Իշխող խմբակցությունից Նարեկ Գրիգորյանը պատասխանեց առաջարկելով ընդդիմությանը միասին պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Եկեք իրար հետ քննադատենք, ասենք ընտրակաշար բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշար բաժանողը։ ԿՊԱ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ խոստացավ ամեն օր առերեսում անել ընդդիմադիրների հետ նրանց հնչեցրած թեզերի վերաբերյալ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ ու յուրաքանչյուրից հետ, որովհետև դուք դրանով ահաբեկել եք մեր ժողովրդին։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։ Երեկվա առաջին նիստին անդրադարձել է նաև հանրային դաշինքը։ Նախաձեռնող խումբը հայտարարել է, որ նոր ձևավորված ազգային ժողովը չի արտահայտում քաղաքացիների իրական կամքը եւ ունի լեգիտիմության խնդիրներ։ Հանրային դաշինքի գնահատման պատճառը թե գործող սահմանադրական համակարգն է, թե ընտրության ընթացքում արձանագրված խախտումները։
Տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։ Հաջորդ խնդիրը կապված է ընտրության անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ, բռնություններ, նաև արտասահմանից ժամանած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ։ Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով, այն պետք է իր քաղաքական եւ իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։ Մայրը թոր կատարած այցից հետո ընդդիմադիր պատգամավորները կրկին խոսել են կաթողիկոսի օրհնության կարևորության մասին։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել է, որ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար պատրաստ են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները։ Մեր բոլոր ռեսուրսներով, մեր աջակիցների հոծ բանակի աջակցությամբ մենք մեր եկեղեցու կողքն ենք լինելու, որովհետև այլ ընտրանք չկա։ Պարոն Կարապետյան, մթնոլորտը մեկ օր անցել է, այսպիսին էիք պատկերացնում, թե ոչ ոնց։ Ճիշտը որ ասեմ, կան կառուցողական մոտեցումներ, որի մասին պետք է մտածենք։ Տեսնենք ինչքանով են դրանք ազնիվ։ Եվ կա մտահոգիչ դեպք նաև, որ մեր կրոնական համոզմունքներին վիրավորող արտահայտություն եղավ, բայց ընդհանուր առմամբ պետք է դեռ աշխատեն, որ կարծեմ։ Երուսաղեմի հայկական թաղամասում միջադեպ է տեղի ունեցել։ 6 հրեա դեռահաս հարձակվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։ Ականատեսների խոսքով նրանք թքել են վանքի դարպասի վրա, իսկ երբ նկատել են իրենց նկարահանող հայ կնոջը, նրա ուղղությամբ քարեր են նետել։ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելի իշխանությանը։ Աշխարհահռչակ տնտեսագետ եւ գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսություն կարդալ։ Նա հայտարարել է, որ նույնիսկ մեծ հոնորարը չի փոխի իր դիրքորոշումը, քանի որ դեռ Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ ադրբեջանական բանտում։ Հիշեցնեմ, Թալեբը միջազգային ճանաչում ունի ռիսկերի անորոշության եւ համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր ուսումնասիրություններով։ Ինձ խնդրեցին Ադրբեջան մեկնել դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի։ Նրանք խոստացան շատ ավելի մեծ գումար տալ, չհասկանալով իմ էթիկան։ Իմ ոտքն այնտեղ չի լինի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղի բանտում է։ Մերձավոր Արևելքում հնարավոր է դիվանագիտական նոր փուլ սկսվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր նախատեսվում են ԱՄՆ-Իրան բանակցություններ։ Նա չի մանրամասնել, թե որտեղ եւ ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, սակայն ընդգծել է, որ նախընտրում է համաձայնության հասնել, այլ ոչ թե ռազմական գործողությունների։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Իրանի եւ Օմանի միջև բանակցությունները մոտենում են ավարտին։ Ավելի վաղ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն չի տվել։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 35-ից 37, իսկ երեկոյան 23-ից 25 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։